Հումանիտար քոլեջը իրեն վստահված առաքելությանն ամենայն պատասխանատվությամբ էր մոտեցել, ինքնաշեն բեմի եւ բացության դահլիճի մասին են հոգ տարել։ Այսօր Շուշիում շատ հյուրեր չկային, հավաքվել էին յուրայինները, շրջանի ղեկավարությունը եւ կոլեկտիվների ներկայացուցիչները։ Հնչած շնորհավորանքներն էլ պարզ էին, հասարակ եւ ամենակարևորը հասցեատերերին հասկանալի։ Իսկ շնորհավորողները շատ էին։ Պաշտպանության բանակի եւ Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցիչներին հաջորդեց զոհված ազատամարտիկի դուստրը։ Դիանա Մարտիրոսյանի ելույթը նաեւ մի յուրօրինակ խոստում էր աչքի լույսի պես պահել արյան գնով ազատագրված հայրենիքը։ Մենք մեր թշնամուս վրեժ կուզենք մեր ապրելով, մեր հայրենիքի սահմանների անառիկ պահելով, մեր կիսավեր վանքերի վերականգնելով։ Նվերներ էլ եղան։ Պարգևատրվողների շարքում բոլոր սերունդներն էին՝ մեծ հայրենականից մինչև Արցախյան պատերազմ եւ Պաշտպանության բանակի մերօրյա ներկայացուցիչներ։ Մարո Սարգսյանը 1942-ին է կամավոր մեկնել ռազմաճակատ, դժվարությամբ են համաձայնել բանակ ընդունել, դեռ 18-ը չէր բոլորել։ Հաղթանակի լուրը Արցախուհուն Չեխոսլովակիայում է հասել։ Մայիսի 9-ին Չեխոսլովակիա անցկացրինք մեր մայիսի 9-ի տոնը։ Իսկ նրանից հետո հունիսը մեծ արտագետին եկանք ամեն մենակ մեր հայրենիքը վրա։ Ռազմաճակատային դրվագներ է հիշում նաև Տիգրան Մանգասարյանը, ում մարտական ուղին մինչև Բեռլին է ձգվել։ Հայրենական պատերազմի երկու մասնակիցներն էլ Շուշի են եկել 1992 թվականին։ Նոր սերնդի ձեռքբերումներն ու ազատամարտի կարևորությունն ընդհանրապես յուրովի են գնահատում։ Երկու պատերազմ են տեսել։ Առաջի պատերազմը ինձ համար դժվար էր եղել, բայց այնքան չէր դժվար, ինչքան որ Արցախյան պատերազմը, որտեղ այն ժամանակ մենակ ես էի պատերազմում, իսկ Արցախյան պատերազմում իմ տղաս եւ իմ հարազատներս բոլորը պատերազմում էին։ Հանդիսատեսների շարքերում նաև այսպես ասած պատվավոր շուշեցիներն էին։ Միշել Տանկրեզին եւ Կարեն Ղարիբյանին այստեղ վաղուց արդեն հյուր չեն համարում։ Պատճառն էլ գաղտնիք չէ։ Շուշիում նրանք իրենց զգում են ինչպես իրենց տանը եւ վստահեցնում են, այսպես միայն իրենք չեն մտածում։ Նաև կիսահայեր եւ հայեր, որոնք որ մոռացել են իրենց հայրենիքը եւ խոսում էին միայն օտար լեզուներով, արթնացան ոնց որ ասած քնից եւ այսօր Շուշին ունի մեծ բանակ, շատ մեծ բանակ ամբողջ աշխարհով ուրեմն սփռված։ Իսկ Շուշիի վաղվա ճակատագրի հարցում լավատես են բոլորը, եւ բնիկ, եւ պատվավոր շուշեցիները։ Ինձ համար ապագան Շուշիի շատ պայծառ է։ Կցանկանայի, որ վաղը մյուս օրը Շուշին լիներ ավելի գեղեցիկ, կառուցված, որպեսզի ունենար առաջվա շուքը։ Սա արդեն վաղվա սերնդին հղված պատգամ էր։ Ուրախություն բոլորիս, հանդիսատեսների մեջ նրանց թիվն էլ փոքր չէր։ Ուրեմն իրական է հույսը, որ եռագույնը կծածամի ոչ միայն պարզապես ազատագրված, այլ ազատագրված ու վերածնված նախկին շուքը վերագտած Շուշիում։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր